պետք էր Ստեփանակերտը հանձնել եւ շարունակել պայքարը, բայց իշխանությունները գնում էին մտածված պարտության։ Ինքը ազնիվ չի ոչ մեկի հետ։ Ինքը Ռուսաստանից որևէ կերպ չի ուզում ազատվի։ Կա կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողքից հավաքագրված գործակալ է։ Առաջինը դուք եք նման կոչ արել։ Ես ճիշտ եմ արձանագրել։ Կարևոր չի ով է առաջինը կոչ արել։ Ճիշտ եք արձանագրել, բայց դա իմ կոչը չի։ Հարցը ո՞րն էր։ Դուք ասում եք ոչինչ չանեմ։ Ինչ ասում եք։ Ես չեմ ասում ոչինչ չանենք։ Ողջ իրավապահ համակարգում մի քանի առանցքային դեմքերի որ հանեք, ամբողջը ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են։ Թե Ալեն Սիմոնյանն էր ներշնչել, որ լավ մարդ է։ Ոչ մի չէր ներշնչել։ Փողոցով իշխանափոխության հասնելու հնարավորություն այս պահին ես ցավոք սրտի չեմ տեսնում։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրն է ԱԱԾ նախկին ղեկավար, Հայրենիք կուսակցության ղեկավար եւ հիմնադիր Արտուր Վանեցյանը։ Պարոն Վանեցյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Եվ մենք սկսենք թերևս ամենացավոտ հարցերից, այսօր մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, ինչքանով են լուրջ վտանգները Հայաստանի համար եւ այդ զարգացումները ինչ են ձեզ հուշում, ձեր կարծիքով Ադրբեջանը կօգտվի այս հնարավորությունից եւ կհարձակվի Հայաստանի վրա։ Իրականում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի Հանրապետության համար։ Միգուցե մարդիկ եւ շատ-շատերը չեն գիտակցում, թե ինչով կարող է դա ավարտվել, բայց հավատացեք, թույլ Իրանը Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետության մեջ Իրանը ունի շատ կարևոր բաղադրիչ եւ ուժեղ Իրանը, կայուն Իրանը միանշանակ այսօրվա ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան ագրեսիվ հայտարարություններով, ինչու՞ չէ նաեւ քայլերով մշտապես փորձում են Հայաստանի Հանրապետության տարածքները զավթել եւ փորձում են ուժային տարբերակով Հայաստանին պարտադրել տարբեր զիջումների գնալ, այսօր շատ արդիական է այդ հարցը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, ես կարծում եմ, որ եթե շարունակվի այս պատերազմը երկար, կարող են այդ արդից օգտվել։ Ինչ էր նշանակում, երբ պատերազմի նախօրեին պաշտոնական Թեհրանը բարբերաբար հայտարարում էր, որ ուզում է պաշտոնական Երևանից ստանալ հավաստիացում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չի լինելու։ Ուշադրություն դարձել եք այդ հայտարարություններին եւ ինչ էին դրանք նշանակում։ Ես իհարկե ուշադրություն դարձել եմ թե այդ հայտարարություններին, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսօրվա պահվածքին եւ ռեակցիային այս ամեն ինչին, ինչ կատարվում է։ Տեսեք, դուք ասում եք Իրանը հայտարարություններ արել, որ Հայաստանը պետք է հավաստիացումներ տա, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Տարօրինակ հայտարարություն։ Մենք գիտակցում ենք, չէ՞, բոլորս, որ Իրանը նախորդ իմացել է, որ ինչ որ մի օր, կոնկրետ այդ օրը չէ, բայց ինչ որ մի օր անպայման այդ հարձակումը լինելու է իր երկրի վրա եւ Իրանի բազմիցս հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը անթույլատրել է։ Ընդ որում հայտարարել է տարբեր մակարդակներով ամենաբարձրից վերջացրած միջին իշխանության ներկայացուցիչների։ Բայց դրա հետ մեկտեղ մի շատ կարևոր հանգամանք երևի թե բոլորը բաց են թողել։ Իսրայելի հարձակումից ուղիղ 1 օր առաջ Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Ընդ որում երկու զորավարժություններ են տեղի ունենում հրամանատարաշտաբային, ինչպես նաև զորքերի հստակ զորավարժությունն է տեղի ունենում, ցամաքային օպերացիայի ինչ-որ մի զորավարժություն է, այսինքն որտեղ օգտագործվում են տանկեր, օգտագործվում են զինվորներ, այսինքն ցամաքային օպերացիայի զորավարժությունը։ Ինչու է 1 օր առաջ նման զորավարժություն արվում Նախիջևանում, ինչու են կուտակում այդ տարածաշրջանում այդքան զորք, այսինքն մենք հասկանում ենք, չէ՞, որ զորավարժությունը ենթադրում է զորքերի եւ զինտեխնիկայի կուտակում Նախիջևանում։ Կհիշեք,
44-օրյա պատերազմից առաջ էլի սկսվեցին զորավարժություններ Ադրբեջանի կողմից ու ինչ որ մի փուլում այդ զորավարժությունները վերածվեցին լայնածավալ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ միայն սպասել էր, այլ նույնիսկ գուշակել էր եւ որորն են իրենք հարձակվելու գուշակելի էր ում համար օրինակ ինձ համար ես ունեմ ուրեմն աշխատանքը բայց մեր իշխանությունների համար երևի թե ակնհայտ չէր եւ པարզ չէր կամ էլ ուղղակի իրանք չէին ուզում դրան հավատալ, տենց մտածենք։ Մենք մեր պատերազմի մասին դեռ կխոսենք, որտեղ դուք այն ժամանակ մի հետաքրքիր հայտարարություն եք արել, որն մինչև հիմա իմ ականջներում է, եւ ես բարբերաբար այդ հայտարարությունը հիշում եմ, վերջացնենք իրանական թեման։ Ըստ ձեզ, ինչ զարգացում պետք է լինի այս պատերազմում, որ մեզ համար մաքսիմալ վտանգը բարձրանա։ Մեր համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետության շահից եմ բացառապես խոսում։ Մեր համար շատ կարևոր է, որ այդ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, որտեղ երկարատև եւ լայնածավալ պատերազմը ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե Աստված չանի նաև սկսվի ցամաքային օպերացիա, դա լինելու է քիչ հավանական չեմ համարում ես։ Չունեն ընդհանուր սահմաններ, քանի բայց ունեն Իրաք, որտեղ պետությունը չի ղեկավարվում կենտրոնացված, կան տարբեր խմբավորումներ, որը մի մասը հարում է իրանական ուժերին, մի մասը հարում է Ամերիկային, մի մասը վստահ են, որ Իսրայել պետությունն էլ այնտեղ ունի իր լծակները, Թուրքիան ունի իր լծակները ու կարող է սկսել նաև ցամաքային օպերացիա։ Բայց այդ սցենարը քիչ հավանական եմ համարում, ես հույս ունեմ, որ այս պատերազմը արագ կանգնելու է, ընդ որում թե իրանական, թե իսրայելական տարբեր պաշտոնյաներ իրենց խոսույթում արդեն իսկ օգտագործում են, խոսում են ինչ որ պատրաստ են ինչ որ բանակցությունների։ Հիմա ինչ վնաս կարող է տալ Իրանում այս պատերազմը Հայաստանին։ Նախ, այս առաջինը, ինչ պետքա մենք հասկանանք։ Մենք Իրանից ստանում ենք գազ։ Եթե Իսրայելը փորձեց խոցել գազային համակարգը Իրանի, Հայաստանը գազ չի ստանալու։ Գազ չի ստանալու Բայց մեծ տոկոս չի կազմում, չէ՞։ Մեծ տոկոս չի կազմում, բնակչության առհասարակ իրանական գազը չի հասնում, բայց գալիս է Երևանջեկ եւ էներգիա է արտադրվում, որը օգտագործվում է թե Հայաստանի կարիքների համար, թե ինչ որ մի մաս նաեւ ուղարկվում է, փոխանցվում է այդ հոսանքի հետ գնում է Իրան։ Երկրորդը ճանապարհի խնդիրները։ Մենք Իրանի հետ ունենք եւ ոչ միայն Իրանի հետ, այլ Իրանի տարածքը օգտագործելով մենք ունենք շատ մեծ ապրանքների հոսք։ Եթե փակվեց իրանական ճանապարհը, պատկերացրեք, մնալու ենք բացառապես Վրաստանի Հիմա հատկապես Վրաստանի ճանապարհը փակ է բեռնատարերի համար, ես ինչպես ճանապարհի հույսին եւ մնալու ենք բացառապես Լարսի հույսին։ Փաստացի Հայաստանը 3 կողմից լինելու է շրջափակման մեջ։ Երրորդ վտանգը, որը կա, դա իրանական պետության մասնատումն է եւ քանդումը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Իսրայելը շատ լավ գիտակցում է, որ չի կարողանալու Իրանին ռազմական ճանապարհով հաղթել։ Նաեւ չի թաքցնում Իսրայելի վարչապետը եւ իսրայելական կողմը, որ նրանց հիմնական նպատակը Իրանի այսօրվա գործող իշխանությունների փոփոխությունն է, այսինքն իրենց լեզվով ասված ռեժիմի փոփոխությունն է։ Իսկ Իրանը մի տարածաշրջան է, մի երկիր է, որը չի կարող լինել սահուն իշխանափոխություն։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ եւ արևելքում, այսինքն կվերածվի Իրաքի, ուզում եք ասեք։ Այո, կվերածվի Իրաքի, այսինքն կենտրոնացված պետությունը կվերածվի եւ կլինեն ինչ որ առաջնորդներ տեղային, որոնք կստեղծեն իրենց զորքը, իրենց հատվածները։ Եվ հատկապես ադրբեջանական հատվածն է մեր համար վտանգավոր։ Իսկ հիմա ամենավտանգավորը։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի հրաժարվել իր մեծ Թուրանի ծրագրից, իսկ մեծ Թուրանի ծրագիրը ենթադրում է թուրքախոս ազգերի միավորում մեկ դրոշի տակ։ Դա գլոբալ իրանց ծրագիրն է։ Իսկ մենք նաև գիտենք, որ Արաքսի մյուս ափին Արցախի
հարավային հատվածը, որը սահմանակից է իրանական այդ հատվածի հետ, ապրում են էթնիկ ադրբեջանցիներ։ Ինչն է խանգարում Թուրքիային կամ Ադրբեջանին, եթե այս պատերազմը շարունակվի եւ խառնաշփոթ լինի, Սյունիքի տարածքով ներխուժեն, գնան կպնեն դեպի Արաքս եւ արդեն ներսից փորձեն քանդել։ Պատերազմի բանի տակ, որ մենք գնում ենք օգնելու։ Ընդ որում ցավոք սրտի աշխարհը փոփոխվել է։ Աշխարհում վերացել է աշխատել միջազգային իրավունքը։ Աշխարհում հիմա մի նոր իրողություն կա, որ ուժեղի մոտ միշտ թույլը մեղավոր է։ Պարոն Վանեցյան, բայց տեսեք, սրա այդ մեկտեղ Իրանի շուրջ այդ խճանկարը բավականին խառն է ու միանշանակ չէ։ Օրինակ, եթե վերցնենք Հնդկաստանի դիրքորոշումը, հա, մենք գիտենք, որ այս իշխանությունները վերջին տարիներին համագործակցության են գնում Հնդկաստանի հետ ռազմական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում, հատկապես նրանց անգործության ֆոնին դա բավականին, այսպես լուրջ համագործակցություն է, չէ՞, մեզ համար մենք այդպես ենք համարում գոնե, բայց Հնդկաստանը տեսեք Իսրայելի կողմն է վերցել այս պատերազմում։ Տեսեք, Իսրայելի գլխավոր պաշտպանը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայելը որևէ կերպ չէր կարող։ Հա, բայց Հնդկաստանն էլ այդ Միացյալ Նահանգների այդ բևեռում, այսինքն Չինաստանին դեմ ու Հնդկաստանը նաև Իսրայելին ուղիղ չի խառնվում պատերազմին, այո, հայտարարություններով պաշտպանում է Իսրայելին, բայց մենք պետք է հաշվի նստենք մի իրողության հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ում վրա ազդեցություն ունեն, միանշանակ պաշտպանելու են Իսրայելին։ Դա փաստ է, բայց նաև շատ կարևոր հանգամանք է, որ նախագահ Թրամփը պատերազմի սկսման օրվանից, հարձակման սկսման օրվանից ասում է, որ հնարավորություն կա բանակցելու եւ պատերազմը կանգնեցնելու։ Հույս ունենանք, որ այդ բանակցությունների արդյունքում պատերազմը կանգնելու է, բայց այդ պատերազմը չի ավարտվելու, այս պատերազմը հետաձգվելու է։ Ու ինչ պետք է անեն թե Իսրայելը, թե Իրանը։ Իսրայելում Իսրայելի ժողովրդի համար պատերազմը հաղթելու են իսրայելցիք, իսկ Իրանում եւ Իրանի ժողովրդի համար պատերազմը հաղթելու են իրանցիները։ Այո, նույն իրավիճակն է լինելու։ Բայց այդտեղ շատ կարևոր է ինչ է անում Հայաստանի իշխանությունը, այս ոչինչ չի անում։ Նիկոլ Փաշինյանը ոչ հոգու այդ նույնիսկ չի խոցել այս օրերին պատերազմի շուրջ։ Ես դուք առաջ ընկաք Նիկոլ Փաշինյանը որպես մի պետություն, որը ուղիղ հարևան է Իրանին, պարտավոր էր առաջի օրը զանգահարել Իրանի նախագահին եւ գոնե զորակցություն հայտներ։ Ուրիշ ոչ մի բան չաներ, գոնե զորակցություն հաշվեր, բայց ստեղ պետք է հրավիրվեր անվտանգության խորհրդի նիստ։ Հստակ որոշումներ կայացվեր, թե որ սցենարի դեպքում Հայաստանը ինչ պետք է անի։ Մեր զինված ուժերը պետք է բերեին բարձր պատրաստակամության մակարդակի։ Մենք պետք է անցնենք մարտական հերթապահության, որը ցավոք սրտի չի արվել։ Այդուամենայնիվ պաշտոնական Երևանը արտաքին գործերի նախարարը մասնավորապես եւ ինքը Փաշինյանը հայտարարել են եւ ասել են, որ պատերազմն առաջինը սկսել է Իսրայելը եւ Փաշինյանի հայտարարությունները անկեղծ ասած ծանոթ չեմ։ Կա եւ Միրզոյանն արարած եւ խոսել է Միրզոյանին լսել եմ, որ նման հայտարարություն կա, լսել եմ, որ Ալեն Սիմոնյանը ինչ որ ճեպազրույցի ժամանակ է իր կարծիքը հայտնել։ Այդ ամեն դեպքում պաշտոնական Հայաստանը կանգնել է պաշտոնական Իրանի կողքը գոնե իր հայտարարություններում։ Այսպիսի մի հարց որպես ԱԱԾ նախկին ղեկավարի եմ հարցնում, իսկ չեք կարծում, եթե մենք իսկապես հասկանում ենք, որ իշխանափոխության վտանգը Իրանում շատ մեծ է եւ գալու է մեծ է հավանականությունը, որ այդ երկրում գալու է մի իշխանություն, որը ներկայիս իշխանությունների թշնամին է լինելու։ Իսկ գուցե պետք չի որևէ հայտարարություն անել եւ չեզոք դիրքորոշում ընդունել, ինչ եք կարծում, այ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Չեզոք դիրքորոշում էլի կարող ես ընդունել։ Մենք այնտեղ ունենք մեծ հայ համայնք։ Համայնքի մասին մենք կարող ենք, չէ՞, գոնե համայնքի մակարդակով հայտարարություն անել, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է հայ համայնքի անվտանգության հետ կապված կամ
անգամ եթե Դուրս հանել այդ մարդկանց։ անգամ եթե Իրանում Աստված մի արածցե լինի իշխանափոխություն, մեկը իշխանության գալու են էլի իրանցիները, որոնք մեկը էլի պաշտպանելու են Իրանի շահը, չեն գալու Իսրայել պետության կողմնակիցները իշխանության անգամ փոխություն։ Նկատի ունեմ, որ այսօր մեզ պետք են շատ լուրջ դիվանագետներ այդ առումով։ Այո, նախ շատ լուրջ դիվանագետներ են պետք, ճիշտ ձևակերպումներ են պետք, բայց դրա հետ մեկտեղ պետք չի տատանվել, պետք չի ինչ-որ շատ կներեք այդ խոսքից համար խաղեր տալ, չէ։ Պետք է հստակ Հայաստանի դիրքորոշումը ունենա եւ հստակ խոսի նրա մասին, թե ինչն է օգուտ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք բոլոր հարցերին պետք է մոտենանք մի տեսանկյունից, որն է Հայաստանի Հանրապետության շահը։ Ինչ վիճակում է այսօր մեր բանակը ըստ ձեզ։ Եթե լինի հարձակում, օրինակ 5 տարի է անցել։ Ճիշտ չեմ համարում ես հիմա բանակի մարտունակության մասին հրապարակային խոսեմ, որովհետև ճիշտ չի դրա մասին խոսելը։ Ընդունելի է, օքեյ։ Մենք ունենք քաղաքական իշխանություն, որը ապացուցել է, որ որևէ կերպ չի կարողանում դիմադրի արտաքին սպառնալիքներին, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքներին։ Տեսեք, իրենք ասում են, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջների նախադասությունը վերջակետ չունի։ Այդ նախադասությունը ավարտվում է բազմակետով, այսինքն մենք ինչ փորձենք տալ Թուրքիային կամ ադրբեջանցիներին, մեկը պահանջը ամեն անգամ շատանալու է։ Թուրքիան եւ Ադրբեջանը համարում են, որ Հայաստան պետությունը, առհասարակ հայկական պետականությունը ուղիղ սպառնալիք է իրենց համար եւ իրենք բոլոր քայլերը ձեռնարկում են, որ Հայաստան պետությունը քայքայվի եւ մենք պետքա դա գիտակցենք եւ հասկանանք, որ Թուրքիա եւ Ադրբեջանի ցավոք սրտի այս իրավիճակում եւ այս բանակցային դիրքերից խոսելը բերելու է մեր երկրի չգիտեմ, կարող եք ասել, որ ասենք Նիկոլ Փաշինյանը առաջ է գնում հայտնի այն խոսքով, որ եթե ուզում ես հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, հանձնվիր, դեռ պատերազմը չսկսած, հա, փաստորեն։ Գիտեք, նաև լուրջ արևմտյան փորձագետները նաև իրենց վերլուծություններում մեր տարածաշրջանի մասին նշում են, որ այո, կա վտանգը, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ ռազմական գործողություն սկսել հատկապես Սյունիքում, բայց դրա հետ մեկտեղ նշում են, որ Ադրբեջանի այդ տնտեսությունը եւ Ալիևի ընտանիքի այդ բարեկեցությունը մի օրում կարող է քանդվել, եթե սկսվի լայնածավալ պատերազմ։ Եվ այնքան էլ ձեռնտու չէ Ալիևին լայնածավալ պատերազմը։ Հարցս հետեւյալն է, արդյոք չեք կարծում, որ այդ պատերազմի վտանգը, որի մասին իշխանամետ բոլոր քաղաքագետները, քաղաքական գործիչները, իրանք հենց իշխանություններն էլ տարբեր հարթակներից խոսում են, սա ինչ որ մի ձև է վախեցնելու հայ ժողովրդին։ Իշխանությունները օգտագործում են այս հանգամանքը Ադրբեջանի հնարավոր հարձակումը եւ Թուրքիայի հնարավոր հարձակումը, որպեսզի վախեցնեն ժողովրդին։ Ինչ են ասում, եթե մենք չլինենք, անպայման լինելու է պատերազմ։ 21 տվին այդ խոսույթով, այդ ստով հաղթեցին, որովհետեւ մենք պատերազմից հետո մի իրավիճակում էինք հայտնվել, որ մարդիկ չէին ուզում պատերազմ, մենք ունեինք 4000 եւ ավել զոհեր, ունեինք մի ստրեսային իրավիճակ երկրում, իրանք ասացին մենք ենք միակը, որ կբերի խաղաղություն եւ մարդիկ գնահատեցին երևի թե կարծում են, որ հենց հիմնական թեզը դա էր, որ իրենք խաղաղություն են բերելու ու ընտրեցին նրանց, բայց մենք տեսանք, որ խաղաղություն իրականում չկա, ուղղակի քայլ-քայլ այս իշխանությունները կատարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները։ Կարող ենք ֆիքսել, արձանագրել, որ ձեր կարծիքով պատերազմ սկսել չսկսելը ամենևին էլ կախված չէ թե Փաշինյանն է իշխանության, թե մեկ ուրիշ մարդ։ Ավելին ձեզ ասեմ, դուք նոր ասացիք, որ Ալիևյան կլանը իրենց ձեռ չի տալիս պատերազմ սկսելը։
անգամ Ալիևից կախված չի պատերազմ սկսել թե չսկսելը։ Թուրքիան վերջին տարիներին Էրդողանի կառավարման հատկապես տարիներին իրեն դիրքավորում է որպես գերտերություն։ Ուզում է համենայն դեպս որպես գերտերություն իրեն ցուցադրել եւ որպես գերտերության ղեկավար Էրդողանը փորձում է խոսել մնացածի հետ։ Եվ եթե գեոքաղաքական ինչ-որ լուծումներ եղան եւ ուժային կենտրոնները որոշեցին, որ Ադրբեջանը պետք է հարձակվի Հայաստանի վրա, Ալիևը եւ Ալիևյան կլանը ինչ կանել չուզեն, մեկը այդ process-ը լինելու է։ Բայց հիմա ինչ պետք է անի Հայաստանը, այստեղ ամենակարևորը Հայաստանի անելիքն է։ Հայաստանը պետք է նախ եւ առաջ ուժեղացնի իր բանակը։ Երկրորդը հավաստիացումներ ստանա իր ռազմավարական դաշնակցից, որ եթե նման հարձակում լինի, դուք ասեցիք, ես հենց դա էի ուզում ասեի, այո, պետք է նաև ձևավորի մի իրավիճակ, որ մեր ռազմական գործընկերը ոչ թե ինչ-որ հայտարարություններ անի, որը մինչ օրս եղել է, ինչը ես ասեմ, որ դատապարտելի է նաև, որ իրենց վարկագիծը իսկ հիմա եթե Սյունիքի վրա հարձակվեն ադրբեջանցիները, ինչ կանի Ռուսաստանը։ Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը ինչ-որ լուրջ քայլերի կգնա եւ չի թույլ տա էսկալացիան, բայց դրա հետ մեկտեղ նաեւ ես ինֆորմացիա ունեմ, բոլորս դա ինֆորմացիա ունենք, որ Ռուսաստանը ուզում է Սյունիքում կապանում իր հյուպատոսությունը հիմնի, բայց իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են այդ գործընթացին, անընդհատ հետաձգում են։ Տեսեք, Իրանը հիմնեց, Ֆրանսիան հիմնեց, Ռուսաստանը հայտարարել է իր ցանկության մասին, բայց մինչ օրս իշխանությունները ինչ-ինչ պատճառներով հետաձգում են Ռուսաստանի։ Բայց Ռուսաստանը հասկանում է, որ եթե ինքը կորցնում է այդ Հայաստանի-Իրան այդ սահմանը, ինքը կորցնում է իր ազդեցության 90%-ը տարածաշրջանում։ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը շատ կթուլանան, եթե նման իրավիճակ ստեղծվի։ Բայց ելի եմ ասում, մենք Ռուսաստանի շահից չպետք է խոսանք։ Մենք առաջի հերթին կարող են համընկնել այս դեպքում մեր վտանգային շահերը։ Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է եւ մենք շատ բարձր գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միայնակ ինչ որ մեծ բաների մեջ մտնել ու դրա մեջից կարողանա դուրս գա։ Հայաստանի Հանրապետությունը գերտերությունների հետ ոչ թե պետքա կռվի կամ փորձի գերտերությունների հակասության կետում գտնի իր շահը, այլ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այնպիսի դիվանագիտություն վարի, որ իր շահը գտնի գերտերությունների շահերի համընկման կետում։ Դա ամենակարևորն է։ Որոն Անեցյան, եթե ես սխալ եմ, ինձ ընդհատեք, հա, ասեք, որ ես սխալ եմ։ Տեսեք, կարող էր չէ Հայաստանը ունենար, 4 ասենք դիվանագիտական խումբ, մի խումբը աշխատեր Իսրայելի հետ, մի խումբը աշխատեր Մոսկվայի հետ, մի խումբը աշխատեր Իրանի հետ, մի խումբներ աշխատեր Միացյալ Նահանգների հետ, որտեղ եթե Իրանում լինի իշխանափոխություն, Միացյալ Նահանգների ազդեցությունը իր պետության վրա հսկայական է լինելու։ Եվ բոլոր 4 ուղղություններով աշխատել իրեն հնարավորինս դիվանագիտական ինչ-որ մի հարմար մթնոլորտ ստեղծելու համար եւ հնարավորինս վտանգները չեզոքացնելու համար։ Ինչ եք ուզում անպայման, որ միակողման։ Միակողման ես չեմ ուզում։ Ես ինչ որ դուք ասացիք, եթե սխալ լինեմ, կընդհատեք, ես չընդհատեցի ձեզ, որովհետեւ համարում եմ դուք ճիշտ եք ասում։ Բայց ցավոք սրտի ես իշխանությունները քանդել են առհասարակ պետական կառավարման համակարգը։ Դե ինձ թվում է իշխանությունների մասին արդեն ավելորդ չի խոսել։ Հիմա դուք ասում եք դիվանագետների խումբ լինի։ Իսկ ովքեր են ֆիզիկապես այդ մարդիկ։ Այսինքն էլի գալիս ենք ներքին խնդիրների եւ հասկանում ենք, եթե իհարկե մենք չունենք արտգործ նախարարության բոլոր, չասեմ բոլոր, գրեթե բոլոր պրոֆեսիոնալ դիվանագետները այսօր աշխատանքից ազատված են։ Մենք այսօր արտաքին գործերի նախարարությունում չունենք այն պրոֆեսիոնալ դիվանագետների կազմը, որը կկարողանա գրագետ աշխատել ձեր նշված կենտրոնների հետ։ Նրանք էլ ովքեր մնացել են, գիտեք ինչ են ասում, այսպես երբ որ օֆլայն բնականաբար ընկերական զրույց ես ունենում, թեև շատերի հետ արդեն չես կարող ընկերական զրույց ունենալ, բայց նրանք ովքեր մնացել են, ասում են, դա մենք մնացել ենք ներսից պայքարելու,
այդ մնալն ու ներսից պայքարելը դուք թերևս միակ նախկին պաշտոնյան եք, ու մնալն ու ներսից պայքարելը ավելի տրամաբանական է թվում, որտեղ ԱԱՑ-ի ղեկավար եք ու բարձր վարկանիշ ունեիք, չեք ափսոսում, որ թողել եք ձեր պաշտոնը եւ չեք մնացել ներսում, ավելի օգտակար չէիք։ Ես բազմիցս խոսել եմ դրա մասին, ձեր եթերում էլ խոսեմ, ինչ պետք է անեի ես որպես ԱԱՑ ղեկավար, ռազմական հեղաշրջում, չգիտեմ, դուք եք։ Ազգային անվտանգության ծառայությունը նախ չունի այդ ռեսուրսը, որ միայնակ անի ռազմական հեղաշրջում, դա մեկ։ Երկրորդը, ես դեմ եմ ռազմական հեղաշրջումներին առհասարակ։ Չէ, ռազմական հեղաշրջումը թիմը ձեր կողմ քաշեք։ Հատկապես, երբ ես հրաժարական եմ տվել 19 թվականի սեպտեմբերի 17-ին, եւ երբ որ ես իմ հրաժարականի հայտնի տեքստը հրապարակել եմ, որից հետո տվել եմ հարցազրույցներ եւ ավելի մանրամասն խոսել եմ մեզ սպասվող վտանգների մասին, հանրությունը չէր հավատում, որ հնարավոր է մենք ունենանք ինչ-որ մի օր, երբ Արցախը կլինի ադրբեջանական։ Դուք այն ժամանակ գիտեիք։ Ես ասել եմ, որ լինելու է պատերազմ եւ ցավոք սրտի մենք այդ պատերազմում հաղթած չենք դուրս գալու։ Եվ ձեզ ոչ ոք չէր հավատում։ Ոչ մեկ չի հավատացել։ Ինչի շուռ էին տալիս իշխանությունները իրանց կեղտոտ մեթոդներով այդ մեդիա դաշտում։ Իսկ դուք երբ եք դա հասկացել։ Ես դա հասկացել եմ 2019 թվականի ամռանից։ Ինչի։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող մասնավորապես արտաքին քաղաքականությունը ցանկացած մարդու, ով ունի մի քիչ ավել տեղեկատվություն, իսկ ես ոչ թե ունեի մի քիչ ավել, ես ունեի շատ տեղեկատվություն, այդ տեղեկատվության վերլուծությունը հիմք էր տալիս ենթադրելու, այսինքն նաև շփումներ ուներ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ արդեն ադրբեջանական կողմի հետ, որը որ ձեզ նման մտքեր էին ներշնչում։ Իր վարած արտաքին քաղաքականությունը իմ պատկերացմամբ բերելու էր պատերազմի եւ բերելու էր այն իրավիճակին, որը մենք ցավոք սրտի ունենք։ Հիմա ասեմ ձեր մի հայտարարության մասին, որը արել եք պատերազմից հետո նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին ցույցերից մեկի ժամանակ երթերից ձեզ հարցրեցին, բա ինչ աներ, չստորագրեր այդ Ստեփանագերտը հանձներ ու չստորագրել, դուք ասեցիք այո, պետք էր Ստեփանագերտը հանձնել, որովհետեւ թուղթ չստորագրել եւ շարունակել պատերազմը, պայքարը։ Բավականին համարձակ հայտարարություն էր եւ տարբերվում էր մյուսների հայտարարությունից, որտեղ այն ժամանակ Հայաստանում չկար մեկը, որ կարողանար նման հայտարարություն անել, վախենալով, որ ինչ կասի հասարակությունը, որը որ տեսավ այդքան հազարավոր մարդկանց զոհեր։ Ես այդ հայտարարությունը արել եմ պատերազմի ավարտից հետո, երբ ինձ ձերբակալեցին եւ ես դուրս եկա ձերբակալվածների պահման վայրից, լրագրող ինձ հարցրեց՝ «Մի քննարկեք, ինչ է եղել նախկինում, պատկերացրեք դուք եք հիմա երկրի ղեկավարը եւ պետք է որոշում կայացնեք, պետք է ստորագրեիք նոյեմբերի 9-ը, թե ոչ, երբ Ստեփանակերտը վտանգված էր»։ Ես ասել եմ ոչ, պետք էր Ստեփանակերտը հանձնել եւ շարունակել պայքարը։ Ինչա դա նշանակում։ Ես երբ ասել եմ պետք էր գնահատել իրավիճակը եւ երբ հասկանում ենք, որ Ստեփանակերտը պահելու այլևս հնարավորություն չունենք, մենք մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք եւ պահենք Քարվաճարի շրջանը, Քելբաջարը եւ Լաչինի շրջանը։ Հատկապես լանդշաֆտը հաշվի առնելով։ Լաչինի շրջանը ու մենք արդյունքում, եթե սառը հողի վրա դատենք, կտեսնեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մենք ունեցել ենք Արցախ շուրջ 12000 քառակուսի կիլոմետր։ 44-օրյա պատերազմի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո հայկական տիրապետության տակ մնացել է շուրջ 2000 քառակուսի կիլոմետր, այդ թվում Ստեփանակերտը, որը կապված էր Հայաստանի հետ մի հատ ճանապարհով, այսպես կոչված ներողություն Լաչինի միջանցքով։ Երբ մենք պահում էինք Քելբաջարը եւ Լաչինը, մենք լուծում էինք երկու հարց։ Մենք իրականում ունենում էինք 4000 եւ ավել քառակուսի կիլոմետր հայկական տիրապետության տակ, մենք չենք ունենում փակված Արցախի հարց, որովհետեւ Լաչինն ու Քելբաջարը Հայաստանին կպած
շրջաններն էին եւ ամենակարևոր հարցը, որը մենք լուծում էինք Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը։ Մենք այսօր չենք ասում, որ Սյունիքը հեսա կարող է մտնեն, ինչու են իրենք կարողանում ջերմուկ, ինչու են իրենք Սևանի շուրջ ինչ որ խոսակցություններ տանում, որովհետեւ իրանք եկել են առաջ։ Եվ ինձ ասեցին ու սկսեցին էլի իշխանությունները գրել, որ Վանեցյանը ասում էր ամբողջ Արցախը պետք է հանձնել։ Ես չեմ ասել ամբողջ Արցախը, ես ասել եմ ընդհակառակը, պետք չէ Արցախի հանձնումը արագացնել եւ թղթով հիմնավորել եւ այդ ամենին ինչու մենք պարտվեցինք այդ պատերազմը ձեր կարծիքով։ Որովհետեւ սխալ էր կառավարվում պատերազմը, զորքը վստահ չէր իր հրամանատարության վրա, մասնավորապես ոչ բարով գլխավոր հրամանատարի վրա, որը այսօր ասում է ես չեմ կառավարել պատերազմը, ես մոդերատորի դեր եմ բացառապես։ Այսինքն ոչ միայն նրա պատճառով, որ տեխնիկապես ավելի թույլ էինք։ Մենք տեխնիկապես թույլ էինք, բայց ես որպես մարդ, որը տեղում եմ եղել 44 օրն էլ, ձեզ ասեմ, սկզբի շրջանում այդ անօթաչու թռչող սարքերը, որը իդեպ առաջի անգամ դες մասշտաբային օգտագործվեց հենց Արցախում 44 օրյա, չէ, առաջին բայրակթարների ակտիվ կիրառումը եղել է Արցախյան պատերազմի ժամանակ, եւ մենք չունեինք պաշտպանության միջոցներ նման կարող են գիշերները տեղաշարժվել։ Դրա համար եմ ասում, վերջի օրերին, նոյեմբերի 1, 2, 3 հայկական ուժերը սկսեցին արդեն հասկանալ, թե ինչ պետք է անեն, բայց իշխանությունները գնում էին մտածված պարտության։ Իրանց համար Կարծում եք մտածված, պայմանավորված։ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-ականները բազմիցս իրենց ելույթներում տարբեր ձևերով, բայց մի մեջբերում անեմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախը մեր վզին թոքի պես գցած պահում էին, իր պատկերացմամբ ինքը Արցախից ազատվում էր եւ իր բոլոր խնդիրները լուծվում են։ Չէ, ինքը ուզում էր Արցախից ազատվել, Ռուսաստանից ազատվելու համար, բայց Ռուսաստանից չազատվեց։ Տեսեք, ինքը ազնիվ չի ոչ մեկի հետ։ Ինքը Ռուսաստանից որևէ կերպ չի ուզում ազատվի։ Ինքը ամենաշատ պրոռուսական սխալ բառ եմ օգտագործում։ Ամենաշատ Ռուսաստանի շահերը սպասարկող իշխանությունն է Հայաստանում բոլոր նախկին 3 իշխանություններից տարբերվող։ Գիտեք, կարևոր չի դու ինչ ես խոսում։ Կարևորը ինչ ես անում։ Ճվճվում, հիստերիայի նոպաների մեջ ընկնում, ինչ քարոզչություն է ստանում։ Փաստորեն Ռուսաստանի ձեռնտու է Նիկոլ Փաշինյանը ձեր տրամաբանությամբ։ Կարծում եմ այո, որովհետև մենք եթե վերլուծում ենք, ինչպես են ընդդիմադիրները անընդհատ ասում, որ Ռուսաստանում վերաբերմունք է փոխվել, Կիրիենկոն է եկել, ճիշտ շեշտադրումներ են անելու, պայքարի մեջ են մտնելու, եւս մեկ անգամ ձեր եթերում էլ ասեմ, Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ներսում, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը, ոչ Եվրոպան, որևէ մեկը Հայաստանի ներքին հարցերի մեջ խառնվելու իրավունք չունի, եւ դա ամենակարևոր կարմիր գիծն է, որը մենք պարտավոր ենք պահենք։ Որ օրը Հայաստանի ներքին գործերի մեջ միջամտեցին ցանկացած պետություն, այդ օրը մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, իսկ դա բացարձակ արժեք է։ Ես նաև նայում եմ ձեր հարցազրույցը Պետրոս Ղազարյանին հանրայինի եթերում եւ այնտեղ Զանգեզուրի միջանցքի մասին եք խոսում, Պետրոսը փորձում էր ձեզանից կորզել, որ դուք ասում եք, որ Զանգեզուրի միջանցքում պետք է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում պետք է կանգնած լինեն ռուս սահմանապահները։ Չեք կարծում, որ այդ Զանգեզուրի միջանցքը իսկապես դարձել է ամենալուրջ տարաձայնությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, որովհետեւ Ռուսաստանը այդ միջանցքի շուրջ բանակցությունից դուրս է մնացել բանակցություններից եւ ակնհայտ է, որ Բաքուն ուզում է անպայման այդ հարցը լուծել առանց Մոսկվայի, ընդ որում այդ հարցը լուծելուց հետո էլ առանց Մոսկվայի ասելու է, որ առանց Մոսկվայի հարցը լուծելու նախաձեռնողը Երևանն էր։
Մի քիչ կմանրամասնեք այս Տեսեք, բանը։ ես չեմ ասի, որ ամենալուրջ տարաձայնությունն է, բայց դա այդ տարաձայնություններից մեկն է։ Ինչի համար է Զանգեզուրի միջանցքը առհասարակ պետք։ Չինաստանի եւ Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը 700 միլիարդ դոլարի չափ է։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Եվ այդ հոսքը ապրանքների պետք է տեղափոխվի Թուրքիա, Ադրբեջան, այս դեպքում Նախիջևան, Զանգեզուրի միջանցքով անցնի գնալի Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա եւ այնտեղից շարունակվի։ Սա տնտեսական բաղադրիչ է։ Ինչի է պետք Զանգեզուրի միջանցքը։ Երկրորդը, Զանգեզուրի միջանցքը Թուրքիային անհրաժեշտ է իր հիմնական ծրագիրը իրագործելու համար։ Դա մեծ Թուրանի ծրագիրն է։ Շատ շատերը ուշադրություն չեն դարձել կամ այդ տեսանկյունից չեն նայել, բայց Ղազախստանում տեղի ունեցած դեպքերը կհիշեք, որ Ալմաթիում սկսվեցին այդ բախումները, այսպես կոչված Փաշինյանն էլ հապկի ղեկավարն էր։ Այո։ Եվ անմիջապես Ռուսաստանը եւ հիմնականում Ռուսաստանը հապկը միջամտեցին եւ հանդարտեցրեցին այդ իրավիճակը։ Ինչի Ալմաթիում սկսեցին դա։ Դրանից մի քանի օր առաջ, մի քանի 10-15 օր առաջ Նազարբայևը նախկին նախագահ Ղազախստանի ընտրվեց թուրքալեզու պետությունների ասոցիացիայի պատվավոր նախագահ եւ կհիշեք, որ Էրդողանը իրան հանձնեց այդ շքանշանը, շնորհակալություն հայտնեց։ Ալմաթիի կողքը սահմանամերձ Չինաստանի ույգուրների, այսինքն թուրքալեզու չինացիների, մահմեդական չինացիների բնակության հիմնական վայրն է։ Եթե Ղարաբաղում իրենք արդեն Արցախի հարավը, այսինքն Իրանի հետ սահմանը արդեն իրենց տիրապետության տակ էր, եթե իրենք կարողանում էին նաև Արաքսի մյուս ափ հանձնեին եւ էթնիկ ադրբեջանցիներին, որոնք Իրանում են ապրում եւ 7 միլիոնի չափ, չի ավելի շատ է։ 7 միլիոն, ասում են, տարբեր գնահատականներ կա, այդ հատվածում 7 միլիոն մարդ է ապրում։ Եթե այդ Զանգեզուրի միջանցքները կարողանային անեին, այսինքն Թուրքիա, Ադրբեջան, գնում էին կենքում արդեն Իրանի սահման, հետո Ղազախստան, եւ այդ մեծ Թուրանի ծրագիրը Էրդողանի հիմնական ծրագիրն է, որը ինքը ուզում է անել։ Էրդողանը կայսերական նկարտումներ ունի։ Ինքը ուզում է նորից վերադառնա շակերտների մեջ ասենք Օսմանյան կայսրության ժամանակները։ Պարոն Մանեցյան, մեծ Թուրանի մասով հիմա այս պահին չեմ ուզում խոսել, որտեղ այնքան էլ չեմ հավատում, որ դա հնարավոր է իրագործել, որովհետև դա շատ լիք ուրիշ բաներից է կախված եւ Էրդողանն էլ արդեն ծերուկ մարդ է, բայց տնտեսական առումով եթե ասում եք, որ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր է, բոլորի համար է կարևոր, այդ թվում Չինաստանի, սա նշանակում է, որ ուշ թե շուտ այդ բոլոր կողմերը, բոլոր կենտրոնները ում համար կարևոր է այդ միջանցքը ստանալու են։ Միգուցե Հայաստանը ավելի ճկուն լինի եւ իսկապես այդ ճանապարհը ինչ որ մի ձևով ճիշտ բանակցի եւ բացի, բայց ոչ միջանցքի գաղափարով։ Միջանցք բառը մարդկանց պատկերացումների մեջ դա մի հատ առանձնացված ճանապարհ է, որտեղ կանգնած են զինվորականներ եւ հսկում են այդ ճանապարհը։ Դե միջանցք տերմինը դա է նշանակում։ Միջանցք տերմինը դա չի նշանակում։ Միջանցք տերմինը նշանակում է, որ առանց մաքսային հսկողության, առանց Հայաստանի Հանրապետության կարծիքը հաշվի առնելու տեղափոխվող բեռների մասին է խոսքը։ Բայց նաև սահմանապահների վերահսկողությամբ ամբողջ երկայնքով միջանցքի։ Ես հիմա այդպես մանրամասների մեջ չեմ կարող մտնեմ, երկայնքով ես չեմ կարծում, որ Մեն այս կողմում ու այն կողմում։ Ես կարծում եմ մենակ սահմանին պետք է լինի, բայց ամենակարևորը մաքսային հսկողությունն է, որը չեն ուզում թողեն, որ Հայաստանը անի։ Հիմա օրինակ տեսեք, պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստանին անհրաժեշտ էր զենք եւ զինամթերք, Վրաստանը ասում էր իմ տարածքով չեմ թողում բերեք, որովհետեւ ես Ադրբեջանի հետ էլ ունեմ բարեկամական հարաբերություններ, ձեր հետ էլ ինձ մի խառնեք։ Նույնը Իրանն էր անում, բայց Իրանը ինչ որ տեղեր գնաց զիջումների եւ Ռուսաստանն էր տալիս պատերազմի ժամանակ։ Հիմա եթե մենք Զանգեզուրի միջանցքը ունենում ենք այն
ձևաչափով, որը պահանջում է Թուրքիան, Հայաստանի Հանրապետությունը որևէ ազդեցություն, հսկողություն, թե ինչ կտեղափոխեն, ինչ կանեն։ Այսինքն անվտանգային հարցն է ու անվտանգային նաև շահույթի հարցն է, մենք շահույթ չենք ստանում տարանցման համար։ Տարանցման համար Վրաստանը այսօր տարանցման համար միլիոնավոր դոլարներ շահույթ է ստանում, Իրանը միլիոնավոր դոլարներ շահույթ է ստանում։ 21-րդ դարում փակ ճանապարհներ ունենալը եւ 21-րդ դարում ինչ որ մեկը որ քարոզի որ փակ ճանապարհները ճիշտ է, դա ուղղակի ծիծաղ կարող է առաջացնել մտածող մարդկանց մոտ։ Այդ երրակոմ հանձնաժողովները, որ ստեղծված են Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, իսկ միգուցե պետք է շարունակել բանակցությունները այդ ճանապարհները պետք է բացվի առանց նախապայմանների եւ օգտագործվեն միջազգային իրավունքի բոլոր ընդունված օրենսդրական ակտերը։ Իսկ Ադրբեջանը դրան համաձայն չէ։ Ադրբեջանը դրան համաձայն չի։ Հիմա, քանի որ մեր խոսակցությունը ասենց մի քիչ ավելի մասնագիտական ստացվեց, ուզում եմ մի հատ բան հիշեցնել։ Շուշիում Թուրքիայի նախագահան եւ Ադրբեջանի նախագահան իրար հետ ստորագրեցին դեկլարացիա, որը կոչվում է Շուշիի հռչակագիր դեկլարացիա։ Այնտեղ կային շատ վտանգավոր կետեր Հայաստանին վերաբերող, բայց ամենավտանգավոր կետը, որին մենք ուշադրություն չենք դարձրել, դա Զանգեզուրի միջանցքի բացումն է, որը իրենք ամրագրել են այդ դեկլարացիայում, որից հետո այդ դեկլարացիան իրանք տարել են իրանց երկրներ եւ խորհրդարանով հաստատել են այդ դեկլարացիաները եւ այդ դեկլարացիաներին տվել են միջազգային պայմանագրի կարգավիճակ։ Ինչ է նշանակում միջազգային պայմանագրի կարգավիճակ։ Միջազգային պայմանագիրը ավելի վեր է, քան օրենսդրական բոլոր ակտերը։ Այսինքն հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց ներքին օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն այդ դեկլարացիայի դրույթներին։ Եւ դուրս չի եկել իրենց օրակարգից, այսինքն սա պետական օրակարգ է Զանգեզուրի միջանցքը իրանց ուզած ձևով բացելու համար։ Բայց դրան կարելի է դիմադրել, դրան կարելի է դիմադրել, բայց մենք ամեն օր ժամանակ ենք կորցնում։ Պատերազմից հետո ես իմ փողոցային պայքարի ժամանակ մշտապես ասել եմ, ասում էին նոյեմբերի 9-ը լավն է, թե վատն է, ասում էին նոյեմբերի 9-ը կապ չունի, լավն է, թե վատն է, կարևորը թե իմպլեմենտացիան նոյեմբերի 7-ի ինչպիսին պետքա լինի։ Ինչա նշանակում իմպլեմենտացիա, այսինքն իրագործումը, թե ոնց ենք դա իրագործելու։ Մենք այսօր իրագործում ենք մեր ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ առհասարակ բոլոր մեր քայլերը ուղղված են մի բանի՝ բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի Ձեր կարծիքով ինչու։ Ինչ են իրանք։ Ինչու, որտեղ վախենում են, որտեղ իրանցից ձեր կարծիքով։ Նայեք, իմ կարծիքը հետևելն է։ Շատ տարբեր կարծիքներ կան։ Կան կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողքից հավաքագրված գործակալ է։ Ես համաձայն չեմ դրա հետ, բայց այդ հանրային տիրույթում նման կարծիք կա։ Իմ կարծիքը հետևելն է, որ ասում են Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, արևմտամետ է, թուրքամետ է, ադրբեջանամետ է, նա մենակ իշխանամետ է։ Նիկոլամետ է։ Այո։ Նա ուզում է պահի իր իշխանությունը եւ իր իշխանությանը որևէ սպառնալիքի դեպքում ինքը պատրաստ է գնալ ցանկացած քայլի, անգամ Հայաստանի պետության կորստին, պետականության կորստին, բայց ինքը լինի իշխանություն։ Ինքը այդ քայլերը միշտ անելու է։ Բայց տեսեք, դրա հետ մեկտեղ ինքը նաև մի քիչ հասկանում է իրավիճակը, պարզ օրինակ, հա, վերջին արդեն 3 օր է տևում պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջև եւ 3 օր է նա որևէ բան չի գրել կաթողիկոսի մասին, այսինքն պահի լրջությունը Նիկոլ Փաշինյանը այդուամենայնիվ եկեք ֆիքսենք, որ հասկանում է։ Վեհապար Հայրապետի մասին նա չի գրել որևէ բան, երբ որ հավատացյալ զավակները վեհապարի կարծում եք դրա հետ է կապված վեհապարին եւ հստակ իրենց աջակցությունը ցույց տվին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վեհապար Հայրապետին։ Նա հասկացավ, որ չի կարողանալու այս պահին ինչ որ մի բան անի ու ինչ որ մի արդյունքի հասնի։ Տեսեք, եկեղեցու հետ կապված իր արարքը, ասենք ցանկացած մարդու արարքի մեջ պետք է փորձես գտնես տրամաբանություն։ Ինչ նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը, երբ թիրախավորում է եկեղեցուն եւ վեհապար Հայրապետին։
Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը, երբ մենք նայում ենք, իր բոլոր քայլերը ունեցել են մեկ նպատակ՝ իր ընտրազանգվածին ավելի կուռ դարձնելու եւ իր ընտրազանգվածը իր շուրջ համախմբելու։ Բայց եկեղեցու դեմ տարվող իր քարոզը վստահ եմ իրեն չի բերելու ոչ մի ձայն, ընդհակառակը շատ բարձ բացատրություն ունի, պարոն Վանեցյան, ասենք մարդը շատ տեղերում կորցնելու է։ Մասիս քաղաքում մեկը ապրող Կիրակյորը իր երեխային պետքա կանքի եւ մեկ էլ իրեն ասում են, որ սա սխալ սուտ հայ հավատավոր ազգը իր ուրախության, թե տխրության պահերին լինում է եկեղեցում եւ եկեղեցի ասվածը դա շենքերը չեն, եկեղեցի ասվածը դա հոգևոր սպասավորներն են, որոնք իրենց աշխատանքով, իրենց խոսքով մարդկանց բերում են հավատքի եւ մարդկանց հետ խոսում են։ Ես ճիշտ եմ ֆիքսել, որ երբ մարդիկ հավաքվեցին, հազարավոր մարդիկ հավաքվեցին օդանավակայանում կես գիշերը վեհաբարին դիմավորելու համար, առաջինը դուք եք նման կոչ արել։ Ես ճիշտ եմ արձանագրել։ Կարևոր չի ով է առաջինը կոչ արել։ Ճիշտ եք արձանագրել, բայց դա իմ կոչը չի։ Դա ես միլիոնավոր հետևորդներից եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Ես ուրիշ բանի համար եմ դա ֆիքսում։ Տեսեք, ես որևէ կերպ չեմ ասում այո, ես եմ արել։ Որովհետև չեմ ուզում, որ այդ process-ը որևէ քաղաքական հիմք ունենա։ Բագրատ Սրբազանի շարժմանը դեմ եք։ Եթե չեք ուզում, որ եկեղեցին քաղաքականությանը Սրբազանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը որոշել է, որ պետք է հանդես գա ընդդիմադիր դիրքերից։ Ցանկացած ընդդիմադիր, ով գործում է այս իշխանությունների դեմ, ես այդ որ եկեղեցական է դուրս եկել այդ պայքարին, դրան ոնց եք վերաբերվում։ Ես այդ ուժին աջակցում եմ։ Եկեղեցականը դուրս է եկել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նա դուրս չի եկել քաղաքական պայքարի Վեհապար Հայրապետի օրհնությամբ։ Բայց դրա անցալումը ուրիշ էր, պարոն Վանեցյան, որովհետև միջ այդ այդքան մարդ դուրս չէր գալիս, ինչքան դուրս եկավ մայիսի 9-ին անցած տարի։ Ձեր եթերում հիշեցնեմ, երբ որ Բագրատ Սրբազանի պայքարը Կիրանցից վերածվեց արդեն քաղաքական պայքարի, եկեղեցին որոշում կայացրեց Բագրատ Սրբազանին հեռացնել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնից, նաև Վեհապար Հայրապետը կախակայեց Սրբազանի հոգևորական ծառայությունը։ Ինչ է դա նշանակում, որ Բագրատ Սրբազանը կախակայումից հետո չի կարող որևէ եկեղեցիական արարողություն իրականացնել։ Դա հասկանալի է, բայց հայաստանցիները Բագրատ Սրբազանին ընկալում են որպես եկեղեցու ներկայացուցիչ եւ դրա համար երբ որ մարդիկ մայիսի 9-ին դուրս էին եկել փողոց, եթե այդ մարդկանց խոսացնեիք, իրենց համար բնական էր, որ ահա որ ֆորս մաժորային իրավիճակ է Հայաստանում, քաղաքական գործիչները անդիմությունը անզոր են, եկեղեցականը դուրս է եկել եւ մենք հավատում ենք մեր եկեղեցուն, այսինքն եկել է կարելի է անցալել, որ հայաստանցիներն ասում են մեր անդիմադիրներն անզոր են, գոնե եկեղեցին մեզ համախմբի։ Հնարավոր է նման մոտեցում։ Քաղաքական պայքարով է հնարավոր հեռացնել այս իշխանություններին։ Երբեք դուք անձամբ սկսելու այդ պայքարը, որտեղ ես նաև հիշում եմ, որ 2022-ին դուք առաջինը ընտրություններից հետո դուրս եկաք պայքարի։ Չեմ որևէ վարքյան դադարեցրել։ Նկատի ունեմ փողոցայինը, դուք գնացիք 2022-ին։ Փողոցային պայքարով ցավոք սրտի մենք հաջողության չհասանք։ Ես մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Մենք իրավունք չունենք մեր ժողովրդին եւս մեկ անգամ հիասթափեցնել։ Իսկ իրավունք ունենք եւս մի տարի սպասել եւ հասկանալով, որ այդ մի տարվա ընթացքում նա Նիկոլ Փաշինյանը կարող է ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք արդեն կվտանգեն Հայաստան պետականությանը։ Կարող է նման զարգացում լինել, իհարկե կարող է, բայց ինչ պետք է անենք։ Այլ ընտրանքը ո՞րն է։ Փողոցով իշխանափոխության հասնելու հնարավորություն այս պահին ես ցավոք սրտի չեմ տեսնում։ Նորից եմ կրկնում, մենք իրավունք չունենք խաբել։ Կա այսպիսի կարծիք, որ Հայաստան դաշինքը պատրաստվում էր դուրս գալ փողոց եւ
հանրապետականների կողմից սկսված այս իմպիչմենտի նախաձեռնությունը իրենց պլանները խախտեց։ Ես չեմ կարծում, որ որևէ կերպ կարող է խախտել պլանները ինչ որ մի քաղաքական ուժի, մի այլ քաղաքական ուժի գործողություն, եթե դու նման որոշում ես կայացրել, գնա քո գործողությունը արա։ Իրանք որոշել են, որ պետք է իմպիչմենտով Չէ, այդպես ոնց կլինի։ Շատ հանգիստ։ Հետո է ասել, որ բոլորը պետք է իրար հետ մի գծով գնան։ Միասին չեն կարողանում ոչինչ անել։ Ես ասել եմ, ես չեմ հավատում, որ իրական ընդդիմադիր ուժերը իրար հետ ունենան որևէ անհաղթահարելի տարաձայնություն Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանություններից ազատվելու հարցում։ Նրանք կարող են ունենալ տարբեր տակտիկական մոտեցումներ։ Հիմա Հանրապետական կուսակցության մոտեցումը նա է, որ իմպիչմենտով պետք է առաջ գնան, եթե ես Հայաստան խմբակցության, Հայաստան դաշինքի նման հայտարարություն կամ նման առհասարակ խոսք չեմ լսել։ Այո, դա դրա մասին պաշտոնապես հայտարարություն չի եղել։ Եթե Հայաստան դաշինքը կորոշի, որ իրանք պետք է փողոցով պայքարեն, իսեր Աստծո պետք է որոշեն պայքարեն։ Ես այս թեմայի մեջ առհասարակ ճիշտ ասած խուսափում եմ մտնելուց։ Բայց տարօրինակ չի, պարոն Վանեցյան, որ դուք հանրապետական կուսակցությունը, Հայաստան դաշինքը տեսնելով դուք հիմա խոսում եք հսկահս եւ հստակ բացատրում եք ինչ վտանգներ կան Հայաստանի համար, ինչ վտանգներ կան, եթե Նիկոլ Փաշինյանը սա ստորագրի, նա ստորագրի եւ այլ մնա իշխանության, ու դրա հետ մեկտեղ այդքան անհաղթահարելի են այդ տարաձայնությունները, որ անդիմադիր բոլոր ուժերը չեն կարողանում միավորվել։ Չեք կարող մորաթորի հայտարարեք, ասեք, օքեյ, առաջիկա 1 տարին մենք իրար բարեկամ ենք, մի տարի հետո կատաղի պայքար ենք սկսում քաղաքական։ Դուք Հայրենիք կուսակցությունը բարեկամ է բոլոր ընդդիմադիր իրական ուժերի հետ։ Հայրենիք կուսակցության անունից եմ ես խոսում։ Մենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունենք բարեկամական ընկերական հարաբերություններ։ Եվ նաև երկրորդ նախագահի թիմակիցների հետ։ Երկրորդ նախագահի Իսկ հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանին։ Երբ անհրաժեշտություն լինում է, հանդիպում եմ թե Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն նորմալ հարաբերություններ են։ Բոլորի հետ մեր հարաբերությունները նորմալ են, աշխատանքային եւ ցանկացած պահի ես ցանկացած քաղաքական գործչի հետ տարբեր դաշտերից բացառությամբ ԿՊ-ի եւ մի քանի ԿՊ-ին սատելիտ կուսակցությունների հետ իմ հանդիպումները մշտական են։ Պաստորեն եկեք այսպես ֆիքսենք։ Դուք ինչ եք ասում։ Դուք ասում եք, որ դուք հասկանում ձեր կարծիքով փողոցային պայքարով հնարավոր չի հասնել իշխանապողության, ուրեմն պետք է գնալ 2000 ոչինչ չանել, սպասել գնալ 2026 թվականի ընտրությունների։ Ես նման բան չեմ ասել։ Ես չեմ ասել, որ սպասենք, ոչ մի բան չանենք, գնանք 26 թվականի ընտրությունների։ Ես ասում եմ, չբացառելով փողոցային պայքարը, մենք պետք է պատրաստվենք նաև ընտրություններին, որովհետև եթե մենք ընտրություններին չպատրաստվենք ու ինչ որ մի պահի հասկանանք, որ մենք հասանք ընտրություններին եւ պատրաստ չենք, թե ինչ պետք է խոսենք, թե ժողովրդին ինչ պետք է ասենք, տեղերում կառույցներ ունենք, թե չունենք, մենք դատապարտված ենք լինելու պարտության։ Մենք զուգահեռ երկու process պետք է իրականացնենք։ Process համար 1 փորձենք գեներացնել փողոցային պայքար եւ եթե լինի ինչ որ մի տրիգեր, որը կբերի մասաների լայն զանգվածի դժգոհության, ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը այնպես բաներ ա արել, որ արդեն Պարոն Վանեցյան, նաև ընդդիմության պատճառով մենք հիմա եկել ենք, հասել ենք մի պահի, մենք քիչ առաջ ձեզ հետ խոսում ենք, որ հնարավոր է Ադրբեջանը, եթե ոչ լայնածավալ, ապա ինչ-որ հարձակում Սյունիքի վրա սկսի, օգտվելով Իրանի շուրջ ստեղծված այս իրավիճակից, Իրանի թուլությունից, թեև մինչև հիմա Իրանը բավականին լուրջ է արձագանքում հարձակումներին, ինքն էլ է հարձակվում, եւ այս իրավիճակում պատկերացրեք Աստված չտա, որ նման բան տեղի ունեցավ, մենք էլի ունենք Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետ, էլի ամբողջ սոցիալական ցանցերում ասելու են չխանգարենք, չխոսենք, չվտանգենք, չվնասենք եւ այլ, նույն բանը կրկնվելու է, ռուսներն ասում են երկրորդ անգամ դա կրկնվելու է կատակերգության տեսքով։ Ես հարցը ո՞րն էր։ Դուք ասում եք ոչինչ չանենք։ Ինչ ասում եք։ Ես չեմ ասում ոչինչ չանենք։ Եկեք մի հատ նորից եմ կրկնում։
չբացառելով փողոցային պայքարը պետք է պատրաստվել նաև ընտրություններին։ Դա է իմ դիրքորոշումը։ Տեսեք, 2022 թվականին ես չեմ միջև նախ- հայտարարելը, որ Արցախը Ադրբեջանի մասն է, միջև Ալմատա այդ փաստաթղթին հղում տալը, միջև Պրահայի իր հայտնի հայտարարությունը, ինչ որ աշնաններ, սեպտեմբերներ գուցե հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ինչ որ բան Ես դուրս ստորագրել։ եկա այդ ժամանակ փողոց, Բոլորը դուրս հետաձգվեց։ եկան, բոլորը։ Ես դուրս եկա, բոլորը դուրս եկան, մեծ շարժում սկսեց։ Բայց ոչինչ չստացվեց ու նա գնաց ստորագրեց։ Ու արդեն այնքան հեշտությամբ ու տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի բնակչությանը շատ հանգիստ ընդունեց Արցախի հանձնումը։ Այո, դուք իրավունք ունեք նման կարծիք Այսինքն ընդդիմության մեղքն է այդ ամենում կա Ընդդիմության մեղքը իհարկե կա, որ մինչև այսօր ունենք Նիկոլ Փաշինյանի պես Ինչպես եք գնահատում ձեր կուսակցության եւ մյուս ընդդիմադիրների շանսերը 2026-ին։ Մեր կուսակցության հնարավորությունները գնահատում եմ շատ լավ։ Մեր կուսակցությունը շատ լուրջ աշխատանք է իրականացնում արդեն բավական երկար ժամանակ։ Մենք արդեն Հայաստանի գրեթե բոլոր մի քանի բացառություններով բոլոր խոշորացված համայնքներում հիմնել ենք հայրենիք կուսակցության գրասենյակները, կուսակցական աշխատանքները իրականացվում են, գրվում է ծրագիր, որովհետև մարդիկ այսօր ինչ են մեզ ասում, ես շատ եմ շփվում ժողովրդի հետ, ասում են լավ, բա որ սրանք գնացին, դուք որ գաք, ինչ եք անելու, այսինքն ինչա լինելու Նիկոլից հետո։ Եվ հիմա ես նաև այդ ծրագրի վրա եմ մասնագիտական խմբերի հետ աշխատում, որպեսզի մարդկանց մենք կարողանանք ներկայացնենք, թե մենք ինչ ենք առաջարկում, ինչ է լինելու այս աղետից հետո։ Մենք պարտավոր ենք դա ներկայացնենք, բայց փողոցային պայքար հիմա նախաձեռնել ու եւս մեկ անգամ մարդկանց տանել հիասթափության, մենք նման իրավունք չունենք, ուղղակի իրավունք չունենք։ Հստակ է, դուք էլ եք շփվում շատ մարդկանց հետ, հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի ժողովրդի մեծ աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսօր գտնվում է պատմական ամենացածր նիշում։ Դուք որ թվի մասին եք մտածում այս դեպքում։ Ես հիմա թվեր չեմ ուզում բարձրաձայնել, բայց կան հետազոտություններ տարբեր սոցիոլոգիական, որոնք հրապարակային են, բայց մենք ունենք նաև մեր ներքին սոցիոլոգիան արված, որը ես ձեզ վստահեցնում եմ։ 20-ից ցածր է։ Այո, 15-ից էլ է ցածր։ Okay, եթե ասում եք որ 15-ից ցածր է, այսպեսի մի հարց։ 2018 թվականի ապրիլի վերջին, ապրիլի 15-ից հետո, երկրորդ կեսին, Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանում իշխանությունը ընկած էր գետնին, սենց հայտարարություն կա, չէ՞։ Ձեզ մոտ չկա այդ տպավորությունը, որ այսօր 2025 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանը այլևս այսպես լուրջ իշխանություն Հայաստանում չունի եւ ով խիզախություն ունեցավ գետնից այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության հենասյունը դա իրավապահ համակարգն է։ Դուք ղեկավարում եք ԱԱՑ-ն, ուզում եք ասեք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մնացել են ԱԱՑ-ում, ոչ, բոլոր այդ մարդիկ, որոնք մնացել են ոստիկանությունում, ԱԱՑ-ում, դատախազությունում, քննչական մարմիններում, կատարելու են։ Ոչ, իրենք չեն ընդվզելու եւ չեն ընդդիմանալու։ Կան այնտեղ մարդիկ, մի խումբ, ոնց որ կա հասարակության մեջ, չէ՞, տենց խոսքը։ Բայց իրենք կկատարեն հրաման անցավոր։ Ասում են նիկոլականներ, չէ՞, տենց մի տերմին ա մտել։ Հիմա նույն իրավապահ համակարգում է կան, չէ՞, նիկոլականներ։ 15% ըստ ձեր տրամաբանության։ Հերիքա։ Նիկոլի դեմ ոչ ոք չի ընդվզելու ըստ ձեզ։ Ուսադրի տակ ապրող մարդիկ ինիցիատիվա նախաձեռնություն չեն ցուցաբերում հատկապես քաղաքական։ Բա ինչի ձեր ֆրակցիան կոչեցիք պատիվ ունեմ։ Որովհետև ես պայստազորի գեներալ եմ, ես ողջ կյանքս ապրել եմ այդ բառերի ներքո եւ այդ բառերը իմ համար։ Եվ այդ ամենայնիվ ձեր նախկին գոլեգաների մեծ մասը ըստ ձեզ Չէ, իմ նախկին գոլեգաների մեծ մասը ունի հստակ դիրքորոշում, բայց իրենք քաղաքական գործիչներ չեն, իրենք զինծառայողներ չեն ընդվզելու, բայց հավատացեք,
իրավապահ համակարգում, ողջ իրավապահ համակարգում մի քանի առանցքային դեմքերի որ հանեք, ամբողջը ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են։ Ու ես վստահ եմ, որ այդ մարդիկ ընտրություններին սուս-փուս գալու են ընտրատեղամաս եւ ճիշտ ընտրություն են կատարում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իշխանությունը պահելու համար գնաց ցանկացած քայլի, ինքը անգամ գնացել է մի քայլի, երբ մենք կորցրել ենք Արցախը, ինքը հրապարակային հայտարարել է, որ ես եթե Արցախյան պատերազմը չլիներ 44 օրյա, ունենալու էինք նույն արդյունքը առանց զոհերի, այսինքն ու ասել է ինձ այդ դեպքում կմեղադրեին դավաճանության մեջ, այսինքն մարդը հստակ գնահատել է իրավիճակը, որ մեկը պարտվելու ենք, այսինքն մարդը մտնում է պատերազմի պարտվելու հոգեբանությամբ, գիտակցում է, որ պարտվելու է, եւ ասում է, որ ինձ դավաճան չասեն ու հանկարծակի ինձ իշխանությունից չզրկեն, տանենք այս 4000 եւ ավել տղաների կոտորենք, որ ամեն ինչ նորմալ լինի։ Ախր դուք հասկանում եք, դուք պատկերացնում եք մոտավորապես ինչ է լինելու Հայաստանում, ինչ է լինելու Երևանում, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանություն կորցնի։ Ունեք այդ պատկերը։ Ես գիտեմ ինչ եմ ես անելու։ Ինչ եք անելու։ Անելու եմ հետևյալը, ես մշտապես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի հատկապես պատերազմական ժամանակահատվածից սկսած մինչ օրս Նիկոլ Փաշինյանը իր թիմի հետ կապված պետք է լինի մանրակրկիտ հետաքննություն, օբյեկտիվ հետաքննություն։ Ընդ որում պետք է պահպանել բոլոր օրենքները, որպեսզի հանրային ընկալման մեջ դա վստահություն ներշնչի, որ մարդը եթե արարք է արել, հանցագործություն արել, դա հիմնավորվի, որտեղ դա հանրային մեծ հնչեղություն։ Նյուրնբերգյան process եք ուզում, դատավարություն Նիկոլ Փաշինյանի։ Ինչի համար եք ափսոսում։ Կա ինչ-որ մի բան, որ կատարել եք, արել եք ձեր պրոֆեսիոնալ կյանքում։ Ես ամենաշատը ափսոսում եմ, որ չեմ կարողացել կանխել այն վատ բաները, որ եղան մեր երկրի հետ, որ մենք կորցրեցինք մեր հայրենիքի Արցախյան հատվածը, որ մենք կորցրեցինք հազարավոր տղաների, որ մենք այսօր կորցնում ենք մեր պետականությունը։ Բայց իրենց հավատում եք, չէ՞, թե չէիք գնա այդ պաշտոնը չէիք ստանցնի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ձեզ համար մի մարդ էր, ում կարելի էր հավատալ 2018-ին։ 2018-ին ինպես շատ մարդիկ։ Թե Ալեն Սիմոնյանն էր ներշնչել, որ լավ մարդ է։ Սիմոնյանը ոչ մի բան չէր ներշնչել։ Ես հույս ունեի, որ այն դրական էներգետիկան, որը կուտակվել էր, այն հաղթական ոգին, որը կուտակվել էր մեր երկրում եւ մեր ժողովրդի մեջ, եթե այդ ամեն ինչը մենք կարողանայինք կապիտալիզացնեինք, մենք ունենալու էինք վերելք եւ ունենալու էինք մեր երազած հայրենիքը, որի մասին ես շատ եմ երազում մինչ օրս ու որևէ կերպ հույսս չեմ կորցնում։ Ես վստահ եմ, որ Հայաստանը դուրս է գալու այս վիճակից եւ մենք ունենալու ենք այն երկիրը, որի համար մենք պայքարել ենք եւ որի մասին մենք երազում ենք։ Ոչ միայն Հայաստանում բնակվող հայերս, այլ ողջ աշխարհում բնակվող հայերը։ Շնորհակալություն իսկապես հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ։